Երեմիա 48-րդ գլխի 11-րդ խոսքը։ Կետ 3. Մովաբը իր երեխայությունից ի վեր հանգստության մեջ էր։ Ես սիրում եմ այստեղը ժամանակ առ ժամանակ կրկնել ձեզ համար, կրկնել ինձ համար նաև։ Գինի պես, որ իր մրուրի վրա նստած էր, ամանից աման չթափվեցիր, գերության չգնացիր, նրա համար իր համը իր մեջ մնաց, ու հոտը չփոխվեց, բայց ահա օրեր են գալիս, ասում է Տերը, երբ փոխադրողներ պիտի ուղարկեմ քո կյանքը, նրան պիտի փոխադրեն, նրա ամանները պիտի դատարկեն, տիկերը կտոր պիտի անեն, ասում է Տերը, գինին, որ չի շարժվում, նա մնում է իրա նստվածքի վրա, համը չի զարգանում, որակը չի փոխվում, փոխի իմ որակը, փոխի իմ կյանքի որակը, փոխի իմ ծառայության որակը, փոխի իմ նվիրման որակը, փոխիր իմ մտածելակերպի որակը, փոխիր իմ սիրտը, թույլ տուր, որ գան ինձ փոխադրողները, ես թույլ եմ տալիս Տեր, որ դու փոխադրես ինձ։ Մովաբը երկար ժամանակ ապրել էր հանգիստ ու ապահով։ Մովաբը չէր անցել փորձություններով, Մովաբը չէր ուզեցել, որ անցնի ցնցումներով, Մովաբը անցնցում կյանք էր ապրել։ Եվ Մովաբը մտածել էր, որ այսպիսի խաղաղություն եւ հանդարտությունը իմ սրտով է, որովհետեւ ես ուզում եմ ամեն ինչ հանդարտ լինի, ես խնդիր չեմ ուզում ունենամ, բայց Տերն ասում է, ես պիտի ուղարկեմ մարդիկ, ովքեր քեզ պիտի շարժեն, ովքեր քեզ պիտի ցնցեն, ովքեր քեզ տեղահան պիտի անեն եւ քո ամբողջ ներքնաշխարհը պիտի խառնեմ։ Ես ուզում եմ քեզ տեղափոխել։ Ես ուզում եմ քեզ մաքրել։ Մովաբը չէր տեղափոխվել, Մովաբը չէր ենթարկվել դժվարությունների եւ Մովաբը գերության էլ չէր գնացել անգամ։ Մի անգամ գերության համը չէր առել, որ հասկանար ինչը ազատությունը։ Հետևանքը սա էր եղել, որ իր համը չէր փոխել գինին։ Այդ գինին մնացել էր կամպոտ։ Աստված չի ուզում ես ու դու կամպոտ լինենք, ինչ որ մրգային սյուտ լինենք։ Աստված ուզում է մեր ուժը, մեր գույնը, մեր համը, մեր հոտը թունդացնել։ Աստված ուզում է մեզ տա ուժ։ Աստված ուզում է մենք փոխվենք։ Աստված ուզում է մենք դառնանք ուժեղ։ Չէր տեղափոխվել, սա էր հետևանքը, համը չէր փոխել, բնավորությունը չէր փոխել։ Ահա ես ուղարկելու եմ ինչ որ բան, որ քեզ պետք է փոխադրի, ինչ որ մարդիկ եմ ուղարկելու, ինչ որ իրավիճակներ եմ ուղարկելու, որպեսզի քեզ փոխի դա։ Թույլ մի տվեք ծառայության ժամանակ սատանան օգտագործի ձեզ, անընդհատ հանել, դուրս գալ, ֆրֆրալ դա դևերն են անհանգստացնում, կապում եմ այդ դևերին Հիսուսի անունով։ Բնավորությունը չի փոխել, նա մնացել է նույնը, ժողովուրդ մնացել է նույնը, Մովաբը մնացել է նույնը, դու տարին տարվա վրա նույնն ես, նույն կամպոտն ես կամ թթված սոկը։ Աստված ուզում է դու ուժեղանաս եւ փոխվես, դու հպարտ ես, նույնն ես, դու ինքնավստահ ես, նույնն ես, դու գոռոզ ես, էլի նույնն ես, դու էլի չես փոխվում։ Կամ անձը, կամ ժողովուրդը ընդհանուր ստեղ պետք է տեղափոխվի։ Նա որ չի անցել դժվարությունների միջոցով, նա կարող է չզարգանալ, որովհետև դա պրոցես է, տեխնոլոգիա, որ պետք է փոխվել։ Հասարակ գինեգործը անգամ իր գինին երբ որ շինում է, ինքը անընդհատ այդ պրոցեսը անում է, անընդհատ աշխատում է այդ պրոցեսը անել, ամանից աման տեղափոխել։ Վիճակների մեջ իրավիճակներով անցկացնելու համար մնացել է հին վիճակը իր եւ չի մաքրվել եւ չի զարգացել։ Իսկ իրադարձությունները հաճախ փոխվում են, մաքրում են նրան,
ձևավորում է նրա բնավորությունը։ Իմ բնավորությունը պետք է փոխվի, Տեր։ Մովաբը հպարտ էր եւ խաղաղ էր։ Ահա դու փոքրուց դեռ քո մրուրի վրա նստած ես եւ մտածում ես, որ դու լավն ես, բայց Աստված ասում է՝ ոչ, թույլ տուր ես փոխեմ քեզ։ Թույլ տուր քո բնավորությունը փոխեմ։ Փորձառության եւ փորձությունների չեր ենթարկվել։ Վստահ էր, որ ինքը ուժեղ էր։ Վստահ էր, որ ինքը լավն է։ Փոխի ինձ, Տեր։ Քո բնավորությունը անիծված պետք է մի կողմ դնես։ Քո ամաններից պետք է տեղափոխվես։ Քո կոմֆորտից պետք է դուրս գաս եւ Աստծուն թույլ պետք է տաս, որպեսզի ինքը քեզ առաջնորդի հաջորդ ամանի մեջ։ Իրավիճակ կա, որ փոխվում է, ես գիտեմ, որ ամանը փոխվե։ Միգուցե ես ադապտացել եմ հին ամաններին, հին բնավորությանը, հին խասյաթից, եւ Տեր ասում է՝ դա անիծված բնավորություն է։ Որոշները նստել են ամանի մեջ իրանց մրուրի վրա, անդարբերությունն է դա, որը անեծք է։ Գիտեք, շատ բաներ դու կարող եք լսել, բայց լսեք, անդարբերությունը անեծք է։ Եվ քո անդարբեր վիճակն է, որ դու չես փոխվել։ Թույլ տուր Աստված փոխի։ Մի գոռա, թասիբ մի կանչի, մարդկանց օգնության մի հրավիրի, ասա իմ օգնականը Տերն է։ Իմ օգնականը Տերն է։